Կառավարությունը պետբյուջեից շուրջ 13.8 միլիարդ դրամ կհատկացնի պետական, հանրապետական եւ մարզային նշանակության մի շարք ավտոճանապարհների հիմնանորոգման, նորոգման եւ կառուցման համար։ Ծրագրի շրջանակում կֆինանսավորվեն նաեւ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազման ու փորձաքննության ծախսերը, ինչպես նաեւ տեխնիկական եւ հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերումը, ավարտված աշխատանքների 5%-ի չափով վճարումները։ Նախագծով նախատեսված ընդհանուր հիմնանորոգվող ճանապարհների երկարությունը 8 կիլոմետր է, որից միջպետական նշանակության է 16.1 կիլոմետր, հանրապետական նշանակության 25 կիլոմետր, մարզային նշանակության 16.9 կիլոմետր, նախատեսված է հիմնանորոգել 2 կամուրջ, պիտի ասեմ նաև, որ չզեկուցվող հարցերի փաթեթով 2.3 միլիարդ դրամի ուրեմն վերաբաշխում են կատարել, դա էլ ուղղվել է ամբողջությամբ միջին նորոգման աշխատանքները ֆինանսավորելու։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց այն ուղղությունները, որոնք վերաբաշխման արդյունքում պետք է ֆինանսավորվեն։ Սյունիքում կհիմնանորոգվի Մեղրու լեռնանցքով անցնող 2 կիլոմետրանոց ճանապարհը։ Գործադիրը Աշտարակ համայնքի Օրգով գյուղում գտնվող 4 հեկտար մակերեսով հողամասը ամրացրեց Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարությանը։ Այն օտարման ենթակա չէ եւ պատմամշակութային նշանակությամբ հատուկ պահպանվող տարածք է։ Սա համայնքային շահի պաշտպանության գործառույթի շրջանակում դատախազության կողմից ներկայացված հայցի բավարարման արդյունք է, պարոն վարչապետ։ Նախկին ղեկավարը Օրգով համայնքի 2005 թվականի ապրիլի 25-ի աճուրդով 4 հեկտար մակերեսով հողամասն օտարել էր իր որդուն, ավելին հողամասը տարիներ շարունակ չի օգտագործվել իր նպատակային նշանակությամբ։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց նաև վերջին ամիսների ընթացքում դատախազության պետական եւ համայնքային շահերի պաշտպանության շրջանակում վերադարձրած գույքերի ցանկն ու դրանց հետագա տնօրինման ուղղությունները։ Մեկ շաբաթ առաջ մեկ այլ գերատեսչության շրջակա միջավայրի նախարարությանն է ամրացվել 2 հողատարածք, որոնք գտնվում են մայրաքաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում։ Ընդհանուր արժեքը, պարոն վարչապետ, 2 հողատարածքների 1.5 միլիոն ամերիկյան դոլար է։ Ինչու ենք ամրացրել շրջակա միջավայրի նախարարությանը, որովհետև անտառային նշանակության հողատարածքներ են եւ պետք է ծառայեն բացառապես որպես ռեկրեացիոն գոտի։ Մենք շարունակելու ենք այդ բոլոր թալանվածները հատիկ վերադարձնել։ Ուրիշ տարբերակ չկա, չեմ փախնի։ Ոնց որ ասել են, ոչ մի ձուկ եւ ոչ մի մուկ չի պլստալու, արդեն չեմ պլստում։ Ու դրանից անկանոն շարժումներ եւ անկանոն գորգորոսներով լցրել են Հայաստանի Հանրապետություն։ Նիստում հաստատվեց նաև թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունն ու 2025-ից 27 թվականների գործողությունների ծրագիրը։ Նախագիծը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց, ընդգծելով, որ առաջին անգամ թմրամիջոցների դեմ պայքարը դիտարկվում է հանրային առողջության եւ անվտանգության հավասարակշռված հայեցակարգով։ Եթե 2018 թվականին գրանցվել էր օրինակ այս խումբ հանցանքների 877 դեպք, 2021-22 թվականներին, երբ որ կառավարությունը նաև հայտարարեց այս խումբ հանցագործությունների դեմ պայքարը ավելի ինտենսիվացնելու քաղաքականության մասին, պիտի փաստեմ, որ թվերն էական աճ են ապրել, հաշվի առնելով բացահայտման աճի մասով մեր ունեցած տվյալները, եւ արդեն 2023 թվականին ունեցել ենք 5070 դեպքի արձանագրում։ Նախարարը նաև տեղեկացրեց, որ 2024 թվականին ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 426 կիլոգրամ թմրամիջոց, ինչը մոտ 200 կիլոգրամով ավելի է, քան 2023 թվականին։ 2025 թվականի առաջին ամիսների ընթացքում արդեն իսկ դուրս է բերվել 173 կիլոգրամ թմրամիջոց։ Թմրամիջոց օգտագործողին պետք չեն չպիտի վերաբերենք որպես հերթական թիվ, որի հետևում կանգնած է մի թիվ, որը մեր ընդհանուր վիճակագրության մեջ արտացոլվում է, գործ ունենք մարտ անհատի հետ, որի հետ որ հետագծելիությամբ պիտի տանենք կոնկրետ աշխատանք, որպեսզի ցիկլը նորից չմտնի շրջանառության մեջ եւ կարողանանք ունենալ ի վերջո անձի բուժում, սոցիալական ինտեգրում եւ նաեւ վերադարձ դեպի հանրություն առանց որևէ պիտակավորման։ Մեր ջանքերը կասեցնելու ներմուծումը թմրամիջոցների Հայաստանի Հանրապետություն եւ Հայաստանի Հանրապետությունում արտադրությունը պետք է ավելի ինտենսիվ լինեն, այսինքն հարվածի հիմնական ուղղությունները
պետք է ուղղված լինեն արտադրությանը եւ ներմուծմանը։ Գործադիրի ղեկավարը նիստի ավարտին հավելեց, որ ներկա պահին Հայաստանում սինթետիկ թմրամիջոցների արտադրության դեպքեր չեն բացահայտվել, ինչը սակայն չի նշանակում, որ չկան նման դեպքեր։ Անհրաժեշտ է զգոն լինել, որպեսզի բացառվի նմանատիպ վտանգների աննկատ զարգացումը։